կազմված մարդիկ ընդունեցին, որ իրենք տգետ են, ճիշտ է, իրանք են ընդունել։ Այո, և դա ճշմարտություն է, տարօրինակ է, բայց դա ճշմարտություն է։ Երբ որ ասում են մինչև 30 թիվը չի եղել, ցեղասպանություն տերմինը աշխարհում, որպես այդպիսին, ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1946 թվականի դեկտեմբերի 9-ի բանաձևով, որպես մարդկության դեմ գործած հանցագործությունների, ոճրագործությունների դատապարտելի երևույթ ամբողջ աշխարհի համար։ Հետևաբար մինչև 30 թիվը 30-ականներին ոչ մեկ չէր կարող դրանով զբաղվել։ Այսինքն ընդհանուր աշխարհը ցեղասպանություն տերմինով սկսել է զբաղվել 1946 թվականից, դրանից հետո 48 թվականի կոնվենցիան ա եղել, դրանից հետո 68 թվականի կոնվենցիան ա եղել, եւ հայ ժողովուրդը միջազգայինորեն, եւ ոչ միայն հայ ժողովուրդը, հրեա ժողովուրդը, Դերսիմի ժողովուրդը, դրանից հետո Սերեբրինիցան, դրանից հետո Դարֆուրը եւ մնացած բոլոր ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարում, միջազգայինորեն հաստատված օրենսդրության իրավունքի եւ սկզբունքների շրջանակում ա եղել։ Հետևաբար հայ ժողովրդի իրավունքը որևէ մեկը իր ձեռքից վերցնելու իրավունք չունի։ Հետևաբար ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը միշտ պետք է լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգերում որպես առաջնահերթություն։ Ինչու՞։ Բացի բարոյական խնդիր լինելուց, սա առաջին հերթին անվտանգային խնդիր է։ Սա անվտանգային ռազմավարական խնդիր է։ Այնպես ինչպես հրեաներն են հոլոկոստի հարցը շարունակում միջազգային օրակարգում պահել, որպես իրենց իսկ պետության եւ հրեականության անվտանգային հարց։ Նույնը մենք 10 միլիոնից ավելի աշխարհասփյուր հայերի համար սա այն միավորող համատեղ պայքարի տանող խնդիրներից մեկն է։ Եվ երբ որ ցեղասպանության հարցը հանում ես, մեխանիկորեն ավելի է թուլացնում նաև հայության համախմբվածությունը։ Ասում եք ինչպես է պետք պայքարել, շատ պարզ, համախմբված, միասնական, մեկ ընդհանուր նպատակի, հիմքում եւ առանցքում ունենալով հայոց պետականություն։